88 տարեկանում կյանքից հեռացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Պոնտիֆիկոսը մահացել է Վատիկանի Սանտա Մարտա կեցավայրում, այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Պապի վերջին հրապարակային ելույթը 3 էր։ Նա հավատացյալներին դիմել էր զատկի պատգամով։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետն աղոթել էր նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։ Ֆրանցիսկոս Պապը ծնվել է Արգենտինայում։ Նա կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել 2013-ին Բենեդիկտոս 16-րդ Պապի հրաժարականից հետո։ Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցություն են հայտնել Պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ։ Ֆրանցիսկոսի մարմինը 3 օր կմնա Սուրբ Պետրոս տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել։ Նախատեսվում է, որ քահանայապետին կհուղարկավորեն ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, այլ Սանտա Մարիա Մաջորեում ըստ նրա վերջին կամքի։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակողել է պաշտոնական սգո շրջան։ Մայիսի 11-ից կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զատկի հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է վերլուծի այդ փորձը։ Պուտինի խոսքով Ուկրաինայի զինուժը հրադադարը խախտել է գրեթե 5000 անգամ, սակայն ընդհանուր առմամբ գրանցվել է ակտիվության նվազում։ Իր ելույթում Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան դրական է վերաբերվում խաղաղության նախաձեռնություններին։ Նա հույս է հայտնել, որ ուկրաինական կողմը նույն կերպ կվարվի։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել էր Մոսկվային զատկի հրադադարը խախտելու համար։ Նրա խոսքով Կիևը Ռուսաստանի կողմից գրանցել է հրադադարի 2935 խախտում։ Նա նաև հավելել էր, որ Մոսկվան չի արձագանքել Սուրբ Հարության տոնից հետո 30-օրյա լիակատար զինադադարի առաջարկին, ոչ էլ քաղաքացիական ենթակառուցվածքների վերաբերյալ երկնքում լռությունը շարունակելու եւ հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարվածներից հրաժարվելու առաջարկին։ Զելենսկին զգուշացրել է, որ իրենց քայլերն այսուհետ լինելու են հայելային։ Ապրիլի 22-ին Լոնդոնում կսկսվի Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը, որը կշարունակի անցած շաբաթ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը, հայտնել է Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսի Գոնչարենկոն։ Այս խորհրդակցություններով պետք է ձևավորվի Ուկրաինայի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների միասնական դիրքորոշումը, իսկ հետո այդ դիրքորոշումը կփոխանցվի Ռուսաստանին, նշել է նա։ Օրենսդիրը հավելել է, որ հանդիպմանը ներկա կլինեն Ուկրաինայի ներկայացուցիչները։ Գոնչարենկոն նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակն է հասկանալ Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների եւ Ուկրաինայի ընդհանուր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ըստ փաստաթղթի Դաշնությունը եւ Իսլամական Հանրապետությունը պայմանավորվել են աջակցել առևտրատնտեսական համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Կողմերը սերտորեն համագործակցում են համատեղ զորավարժությունների անցկացման հարցում։ Եթե երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուսը չպետք է հարձակվող կողմին տրամադրի այնպիսի օգնություն, որը կհեշտացնի հարձակման ընթացքը։ Ռուսաստանը եւ Իրանը թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքներն աջակցելու անջատողական շարժումներին, որոնք սպառնում են իրենց տարածքային ամբողջականությանը եւ այլն։ Կրեմլն ավելի վաղ նշել էր, որ այս փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը։ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեն։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդիրների եւ պատժամիջոցների վերացման ուղղությամբ, ասել է խոսնակը։ Փաստ է, որ բռնաճնշողական պատժամիջոցները որևէ հիմք չունեն, ասել է դիվանագետը, հավելելով, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ մտահոգություն չկա։ Բաղաին նշել է, որ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եղել են անհիմն, անօրինական եւ դաժան։ Նա նշել է, Մասկատում կկայանա փորձագիտական եւ տեխնիկական հանդիպում, ինչպես նաեւ Ուիտկով Արաղչի բարձր մակարդակի հանդիպում։ Մերի Ներսիսյան, լուրեր։